Գյումրիում և Փարաքարում Նիկոլ Փաշինյանի պարտության օրինակով կարելի է նրան զրկել նաև Հայաստանի իշխանությունից։ Անպայման նա իրավունք չունի մարդկանց ղեկավարելու։ Ոչ մի դեպքում, որովհետև չի կարողանում։ Բոլոր ջահելները գործ չունեն։ Բոլոր ծերեգերը թոշակ չեն կարողանում ստանալ, որովհետև ճիշտ ձևով չեն ապրել։ 60 տարեկանից են կողմ ոչ մի թոշակառու չի կարող, որովհետև զբաղվել են ուրիշ գործերով, չի կարողանում։ Նամուս, հասիվ, պատիվ, որ ունենա Նիկոլ Փաշինյանը կհեռանա։ Ոչ մեկս չենք ընդունում իրան։ Հազիվ գոյատևում ենք մենք, հազիվ։ Ջահել աղջիկները, ջահել տղաները հազիվ ապրում են։ Ինչի պիտի ջահել աղջիկները, ջահել տղաները չապրեն իրանց կյանքով։ Ինչի համար։ Մենք դեմ ենք իրան, թող հեռանա։ Ես մենակ թոշակառու եմ, իմ փարոսը կտրել է, երկրորդ կարգի հաշվանդամ եմ, որպես ինչ ես կտրել, որ ապրում եմ Գլենդելում, այդտեղ ծնվել եմ, այդտեղ մեծացել եմ, քանդել են տունը, տուն են տվել ինձ կվարձիրա, մի փուչուր բուն են տվել, խաբել են ինձ։ Դու գնամ դու գյուղից Իջևանից եկար դարար միլիոնատեր, ես քաղաքից գնամ գյուղերը, որ փարոսը ստանամ, փարոսը գլխիդ կապնի, թոշակն է գլխիդ կապնի, այն ասու ցավն է գլխիդ կապնի, որ մինուճար տղա ունես գեղի քուչեքն ապրում, դու ես ծնող ես, դու ես մարդ ես, ղեկավար ես, այ ոչխար, այս անպայման ցույց կտակ, այ հիմար, դու մարդ ես, դու ղեկավար ես, դու ամենա ստորտը, դու Ավինյանը, ասում ես, ասեք մենք կանենք, բա խիչ արեցիր, որ փարոսից կտրեք, բանում, քանակերում տուն առնես, հա, մորը տանով, մեր հետ ինչ էր աշխատել, որ $500,000 պիտի տար տուն առներ իրան, այդ տականքներ, այ ոչխարներ, ինչ ասեմ, ամենաստոր մարդիկն են, ասուց ստանա իրան ցավը Փաշինյանն ու Ավինյանը իրար հետ, Փաշինյանը ինք իրա կնգա թող ղեկավարի, որ ոռը բաց մանա գալի, կողքերը բաց, տրիկոն հագնում, տրուսիկը հագնում նսում հեծանիվ, էդի ղեկավարի կնիկա, բա ուրիշ ինչ սովորի իրանից, ղեկավարի կնիկը թույլ կտա այդ ձևի հագնի, հա, տրուսիկով նսում են հեծանիվ, դու ուր հեծանիվն ուր, այ հիմար, դու գնա քո գեղը Իջևանում էշ քշի, ոչ թե հեծանիվ։ Ինձ թվում է ժողովուրդն էլ է արդեն հոգնել այս ամեն ինչից եւ դեմ է, այո։ Ես կասեի այո։ Այո, ես շատ երկար ժամանակ սպասում եմ դրան, շատ։ Եվ շատ զարմանում եմ, որ կան մարդիկ, որ ես կան ժամանակ նրանց սատարում են։ Իշեն զգում իր ստախոսությունը եւ անբարոյականությունը։ Ես կասկածում եմ, որ կարելի է, որովհետև ինձ թվում է իր էլեկտորատը բավականին մեծ է, անեց Գյումրին եւ Փարաքարը դա նիշ չէ, էլի ինչ որ չեմ կարծում, որ հնարավոր է զրկել։ Ինձ թվում է դեռ պարզ չի Գյումրիում ով է հաղթել եւ ով չի հաղթել, որովհետև ես ոնց հասկացա, որ դեռ ձևավորված չի վերջնական կոալիցիան, որը որ պետք է ձևավորվի եւ հայտնի չի, ասենք թե ԿՊ-ն կարող է կոալիցիա ձևավորի եւ պարտությունը դառնա հաղթանակ։ Համենայնդեպս դե Փարաքարը փոքրիկ տեղ է, կարևորը Գյումրին է, Գյումրիում էլ կախված է թե անդիմությունը կարողանա միավորվի թե ոչ։ Իհարկե այո, անպայման պետք է զրկել նրան։ Մենք այս 6 տարիների ընթացքում տեսանք ինչպես է ղեկավարում Հայաստանը, այդ իսկ պատճառով ինձ թվում է պետք է զրկել, ժամանակն է։ Այո, համարում եմ, որ կարելի է ձեր տված հարցին դրական պատասխան տալ։ Ինձ համար միևնույն է, քանի որ ասենք բոլոր իշխանավորները, որ գալիս են, նույնը գործով են, նույնը բան են շարունակում։ Ամեն ինչ հնարավոր է, գյուղը որ կանգնի, գերանքը կոտրի։ Եթե ընդդիմությունը միասնական լինեն, իրար մեջ իրար չուտեն, կարան Փաշինյանին 2 օրվա մեջ հանեն։ Այո, կարելի է։ Եթե բոլորը համախմբված նույն ձևով քվեարկեն։ Այո, մտածում եմ, որ այո, մենակ Նիկոլ Փաշինյանն չէ, ամբողջ իշխանությանը, որովհետև արդեն հոգնել ենք խապված լինելուց ու ես չարիքից ինչ որ իրենք ամեն օր բերում են մեր գլխին։ Տեսականորեն այո, եւ կարծում եմ գործնականում էլ հնարավոր է։ Այստեղ պետք է միայն ժողովրդի միակամ եւ անհապաղ գործողությունները։ Չի կարելի սառեցնել այս գործընթացը։ Գյումրին եւ Փարաքարը ապացուցեցին, որ իրենք այլևս հույս չունեն
որ կստանան ժողովրդի քվեն եւ կանցնեն իշխանության գլուխ։ Նրանք արդեն սպառված են բոլոր առումներով։ Նրան զրկել իշխանությունից կարող է միայն ժողովուրդը, որը նրան ընտրել է։ Եվ իհարկե Փարաքարի եւ Գյումրիի ընտրությունները, թիմ ընտրությունները, որոնք շատ ու շատ հանգամանքներով են պայմանավորված, տեղային, փոքր տեղ, մարդկանց կապվածությունը տարբեր կրիմինալ եւ այլն, դա ամբողջովին պատկերը Հայաստանի մասշտաբով ըստ ինձ չի ներկայացնում եւ հետո սենց մի բան ասեմ, այնուամենայնիվ իշխանությունը այնտեղ 36% է հավաքել եւ դա բավականին մեծ տոկոս է, փաստորեն, եթե վերցնենք մի անձնյա, այդ կառավարությունը, այդ իշխանությունը հավաքելը ամենամեծ վարկանիշը ունի Գյումրիում։ Եվ դա փաստ է։ Իսկ թե ինչ կլինի Հայաստանում, ժամանակը կգա, եթե ժողովուրդը ավելի արժանի, ավելի փորձառու, ավելի խելացի մեկին ընտրի, մենք էլ դրա հետ պիտի հաշտվենք։